Արդեն մեկ օր է, ինչ Գյումրիում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները, բայց քաղաքը փաստացի ղեկավար դեռ չունի։ Նախապայմաններ էին առաջ քաշել հավակնորդ կուսակցություններն ու դաշինքները, եթե հաղթահարեն անցողիկ շեմը ու ընտրություններից առաջ խոսել էին հավանական միավորումներից։ Մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող տեխնացու Մարտուն Գրիգորյանն էլ հորդորել էր սպասել ընտրության ավարտին, որ տեսնեն, ով ինչքան է հավաքել եւ ըստ այդմ առաջ շարժվեն։ Բոլոր կետերն իրականացան, բացի առաջ շարժվելուց։ Հանրությունը ու հատկապես գյումրեցին իրեն են սպասում։ Ձեզ ինչու՞մն է բանը, որ ուշանում է հայտարարությունը։ Չեմ կան ասել, մարդը կարող է անձնական գործեր ունի։ Բայց վստահ եք Միանը 100%։ Չեմ կարծում, որ կմիանա, երևի ինչ-որ խնդիրներ կան, կուսակցական կամ չգիտեմ ինչ, բայց լավ կներ, որ միանար, պրզնեին քաղաքապետից։ Իմ կարծիքս է դե, չի միանա։ Փորձենք ներկայացնել Գյումրիում տիրող վիճակը եւ թե ինչու ձայների մեծամասնություն ստացած ՔՊ-ն չի կարող միանգամից ստանձնել քաղաքի կառավարումը։ Քաղաքացիական պայմանագիրը հավաքել է ձայների մեծամասնությունը, բայց ոչ 50+%-ը։ Իշխող կուսակցության տեխնացուին Սարիկ Մինասյանին վստահել է ընտրողների 36.22%-ը։ Երկրորդ ու հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Վարդան Ղուկասյանը 20.48%, Մարտուն Գրիգորյանը 15.56%, Ռուբեն Մխիթարյանը 7.87% եւ Կարեն Սիմոնյանը 6.11%։ Ընդդիմադիրներից յուրաքանչյուրն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկելու վերաբերյալ, բացառությամբ Մարտուն Գրիգորյանի։ Այս պահին գնդակը հենց Գրիգորյանի դաշտում է եւ ընդդիմադիրները սպասում են իր պատասխանին։ Եթե տեխնատուն դրական պատասխան տա, Գյումրիում կհաղթի ընդդիմությունը։ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է Մեր քաղաքը դաշինքով, որը ձևավորվել է երկու կուսակցության՝ Արթուր Վանեսյանի հայրենիք եւ Երվանդ Թարվերդյանի Միացյալ Հայաստան կուսակցությունների դաշինքից։ Նրա ղեկավարած դաշինքը ստանում է 6 մանդատ։ Եվ քանի որ ՔՊ-ն ընդամենը 36% ձայն է ստացել ու ինքնուրույն չի կարող իշխանություն ձևավորել, իսկ ընդդիմադիր ուժերը միավորվելու դեպքում կարող են Գյումրիում իշխանություն վերցնել։ Ուստի կարելի է ասել, ամեն ինչ կախված է մեկ մարդուց՝ Մարտուն Գրիգորյանից։ Քննարկումներ են շարունակվում այս բարեգործությամբ որոշում չեմ կարող ասել։ Մոտավորապես երբ կլինի այդ քննարկումների ավարտը։ Շատ շուտ, այսօր վաղը։ Կարծում եմ, որ լավ որոշում կա։ Մեր համար, մեր ժողովրդի համար լավ եւ ճիշտ որոշում։ Խաչիկ Գալստյանը չի բացառում, որ որոշումը կարող է հրապարակվել առաջիկա ժամերին։ Խոստանում են, այնպիսի որոշում կկայացնեն, որից կշահի միայն հայ ժողովուրդը։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։